Վերջերս ինձ հարցրեցին, ասեցին Արսեն, քո երգերը հիմնականում ովքեր են լսում։ Ես հասկացա այդ ընդհանուր արձագանքներից ելնելով, որ հիմնականում իմ երգերը լսում են հարուստ մարդկանց աղջիկները։ Հետո դա ինձ մոտ հարց առաջացրեց, թե ինչու է այդպես։ Հետո հասկացա, որ քանի որ իրենց կյանքում արդեն ամեն ինչ լավ է, պետք չի, որ լսած երգն էլ լավը լինի։ Դրա համար ինձ են լսում։ Բարի երեկո, բարի գալուստ 32 ակուս։ Hold up, it is. Ես տեսնում եմ դահլիճում շատ հարազատ, շատ տաղանդավոր դեմքեր, տեսնում եմ երգչուհի Սոնային, տեսնում եմ Խաչիկ Եղոյան ռեժիսորին, Կամոյին, պարարվեստի ներկայացուցիչ Դավիթ Գալստյան, լուսանկարիչ Գրիշը այնտեղ, Սեթրակյան, նորից պարարվեստի ներկայացուցիչ, մի խոսքով արվեստով լի է մեր սրահը, բայց սովորաբար ես տեսնում եմ, իսկ կան մարդիկ, ովքեր տեսնում են ու տեսնելուց բացի նաև ասելու բան ունեն։ Ու քանի տարի շարունակ արդեն դիմավորեք Կարեն Բաբաջանյան։ Բարի երեկո, լավ աստացում քո մոտ, ավելին, հա, ես կողքից նայում եմ։ Անցա կաստինգը։ Բայց ներկա բացական իրար տանենք։ Արի։ Որտեվ շոու բիզնեսի մեծ մասին ծանոթ ես, դասարանից ես։ Դաս եմ տվել մեծ մասին, էլ նորմալ։ Սովորել ես էլ, լավ, էլ մի։ Հա, իհարկե։ Մեծ սիրով ուզում ներկայացնեմ մարդկանց, ովքեր ապրում են Հայաստանից դուրս եւ հասել են շատ մեծ բարձունքների։ Մենապարուհի Հոլանդիայի պետական օպերայի եւ բալետի թատրոնի մենապարուհի Վիկտորիա Անանյան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շատ Ինտերնետով ձեր ելույթները տեսել ենք։ Հոլանդիայից եք եկել։ Այո։ Շատ պարուհի եք։ Չէ, բայց բարային թռիչքներին շատ օգնում է Հոլանդիան։ Մենապարուհի Հոլանդիայում հայ։ Այո։ Տեսալովակները տեսել եմ, կարող եք ինտերնետում փնտրել, տեսնել, թե ինչ կազմվածքով եւ ինչ վարպետությամբ է ապրում մեր հայրենակիցը։ Քանի տարի եք ապրում այնտեղ։ Հոլանդիայում ես ապրում եմ 6 տարի։ 6 տարի։ Դրանից առաջ ես սովորել եմ Ռուսաստանում, Ուկրաինայում եւ հետո ինձ հրավիրեցին ապրել Հոլանդիա, հետո Սան Ֆրանցիսկո։ Այո, տենց։ Բանո, չէ։ Ներեցուն կարելի է ձեզ հրավիրել Հոլանդիա ապրելու։ Հոլանդիայում տենց բոլորը ապրելով մտնում են, թռնելով։ Ընդ պիրու օթի ոնց էր կոչվում այդ օթի թռիչները։ Այն որ տանջուբա տուր են անում, հա։ Դուք Եվրոպան sense պատտվելով ոտատակ եք արել Եվրոպան։ Պատտվելով եւ օթով, որտեվ Ամստերդամում։ Իսկ ծրագրեր կան Երևանում։ Պատեշաներով այսպես անցել եք, չէ՞, ամբողջ Դուք շատ լավ տարածքներով։ բալետի տերմիններ։ Ինքը, հա։ Ես հոգով պարող եմ ուղղակի հետո։ Հա։ Դուք իրան պարելուց չեք տեսել։ Ներողություն։ Պարելուց Արսենին չեք տեսել։ Նոր ինքը մի քանի հատ էլեմենտ արեց, ես արդեն տեսա։ Հա, բայց հեռախոսով կտամ ինձ Հոլանդիայում կանցնեմ, որտեվ ուրիշ ձև չեմ ուզում Հոլանդիայում անցնել։ Նայած որտեղ։ Ինչ ներկայացումների մեջ եք խաղում։ Տարբեր ես տանցում եմ, պարում։ Հոլանդերեն ասեք, ոչ ինչ, հոլանդերեն ասեք, հասկանում։ Հոլանդերենս իմ վատն անգլերենն ավելի լավ է, բայց տարբեր ներկայացումներ, modern, neoclassical, classical, just different, բալանչին։ Ժիրի Կիլյանի բեմադրություններում կուզեիք պարել, չէ՞ երևի։ Շատ կուզենայի, բայց մեր թատրոնը իր ներկայացումները չի պարում, որովհետև մեր թատրոնը ուրիշ հոլանդական պոլիտիկա է։ Okay, քաղաքականություն։ Ում եք ընտրել այդտեղ։ Չգիտեմ, բայց այնտեղ բոլորը երևի ծխում են, իսկ ով չի ծխում, այնտեղ ընտրությունները։ Բայց ես մնացել եմ in between։ Դուք չեք ծխում։ Կարևորը դուք չեք ծխում, նորմալ։ Էլ չկա։ Ծրագիր կա Երևանում համերգ։ Նախատեսվում է, թե արդեն տեղի ունեցավ համերգը։ Մեր համերգը։ Այո, Խաչիկ Եղոյան։
Խաչիկ Եղոյան, ռեժիսոր։ Մեր համար այդպեսին սկալ է ասել, հա։ Չէ, հիմա ավելի չլրջացնենք այդ ամեն ինչի մասին, ուղղակի եկեք այսօր զվարճանանք, ուրախանանք, համերգներ պլան։ Բայց սպասում է, ես ուզում եմ երաժշտությունների տեղեկացնեմ, մենք կարող ենք վայելել Վիկտորիայի պարը։ Հիմա չէ, բայց մոտ ապագայում կարծում եմ։ Դա եք ուզում հիմա մի քիչ ավելի ճանաչողական բնույթ է կրում այս ամեն։ Հա, բայց ինչ ես ուզում ինձ, ասա հավտ տանը։ Ես այդ ես ուզում։ Հենց կարճան։ Հաճելի է, եւ միանգամից անցնենք ձեզանից աճ նույն սեղանին։ Պրոյեկտ, որը 10 տարի արդեն եթերում է, պրոյեկտ, որը օրական չնայած մի քանի անգամ իրան ցույց են տալի, բայց ամեն անգամ մեկ հաճիկով նայում ես։ ATV հեռուստաընկերություն։ Արդյոք ովքեր են հաղորդաշար, հեղինակ եւ պրոդյուսեր Դավիթ Գրիգորյան։ Ո՞նց եք Դավիթ ջան։ Լավ, դուք։ Լավ հաղորդում է, նայում ենք, ընտանիքով, ընտանիքով հավաքում արդյոք ովքեր։ Ամեն ինչ պատահում է։ Ես նախ Կար 10 տարի եթերում արդեն կարելի ասել մանկուց սիրել եմ այդ հաղորդումը, չէ՞։ հա, Կա այդպես բան։ 10 տարի եթերում է։ Ծիծաղալու բաներ շատ եղածած կլինի ձեր այս 10 տարվա մեջ։ Շատ։ Դե ամեն օր տենում եմ նկարին ինչ են ասում։ Շատ կլինի։ Կա ինչ որ բազա որ հավաքել է կամ Ճիշտն ասած, որ իմանայի կբերեի հետս, այսինքն բերել եմ հետս։ Ինչ։ Ֆլեշկայով։ ֆլեշկայի մեջ կա։ Հա, եթե հնարավոր է, էլի, Հա, իհարկե, Տենց խնդրեմ հավաքած ֆլեշկան փոխանցեք։ Եթե հնարավոր է, էլի։ Աստեղ ինչեր են։ Բայց բանալիները հետո կտակ, էլի հետո։ Ինչեր են մեջը։ Բաղրամյան փողոցում ամեն ինչ հնարավոր է։ Թարմ բաներ են։ Քանի տարի է Դավիթ ջան եթերում է։ Այս տարի լրանում է ուրեմն արդյոք ովքերնի 10 տարին 2003 թվականին է ստեղծվել արդյոք ովքերն է ու այդ կապակցությամբ կլինեն անակնկալներ համ հեռուստադիտողների համար, համ էլ կլինեն անակնկալներ նաև կլինեն անակնկալներ մասնակիցների համար։ Իմիջիայլոց հեռուստադիտողներ, մենք պատահական չենք հրավիրել ձեզ, որովհետև այսօր բեմում անդրադարձ է լինելու, ես խնդրում եմ ոչ մեկ չհեռանա, որովհետև այն ինչ տեղի կունենա, կարծում եմ բոլորին կհետաքրքրի։ Շնորհակալություն, նորմալ է ձեր մոտ։ Այնտեղ ուրիշ բան չմիացնեն, էլի ամբողջ։ Հələ տվեք տեսնենք ինչ չմիացնեն։ ուրիշ բան։ Մեջից ուրիշ բան չմիացնեն։ Խուժանական բաներ կա։ Խուժանական բաներ չմիացնեն։ Խուժանական Արդյոք ովքեր են, դեմքները փակ է, ուղղակի պետքա գուշակել։ Արդյոք։ Դե ինչ է, սա կադրեր է, ինչ է։ Հեսա տեսենք, էլի։ Այս աշխատանքային վիճակը է։ Չէ, այս աշխատանքային վիճակը է, հեսա Աշխատանքային վիճակը։ հա, այդ թիմն է, էլի աշխատում արդյոք ովքեր ենի։ Ոնց է այդ հաղորդումը պատրաստվում, էլի։ Ոնց եք պատրաստում հաղորդում, հասկանալի է։ Այ ես դու ես։ Ես էլ իմ սիրած բաժակ։ Ես մտածում ես, դա այդ ժամանակ։ Հա, բաժակել ունեք, դա։ Իսկ նկարները պարզ եք տպում, թե դժվարությամբ որ կան։ Չէ, ոնց կա տենց տպում եմ։ Հիմա նայեք, տենց ընտրած կադրեր է, էլի, մոտ տենց պահում եմ մեկ-մեկ։ Չէ, ախպերից ինչ է դերասանական բանը։ Ոչ մի բան չասեցի, չէ։ Երկու ստացա։ Եկ սրա։ Ինչ է։ Ո՞վ է։ Չեմ իմանում, չեմ ճանաչում։ Դերասանն ինչ են չեմ իմանում, չեմ կարող։ Չեմ եղել դեր, չեմ եղել։ Ես երկչույա, հայ երկչույա սա։ Ես եմ Սուզի մամայի նման եմ։ Ինքներ։ Չէ։ Էսի էլ գիտեմ է, բայց աստղագետը չէ, Վիկտոր, չէ։ Չեմ հիշում։ Սկլերոզ։ Վանո Սիրադեղյան չէ։ Լենիննա կոննա։ Երկու ծանոթ է։ Ինչ Նազարյանը ոնց է։ Taipei, Chinese Taipei, Chinese Taipei. Էսի ռուսկի Իվաննա, наверное, это самое. Цирки банчи клоун, չէ։ Այ միա как. Վասիլի Պետրովիչ, наверное. Շամյան հրապարակում։ Չէ, չգիտեմ։ That's an actress. Is that the one that was in you make it look different because of her hair. You can't really see her lips, but she was in that movie. She usually has black hair. Damn, what's her name? I don't know her name, but she was in that movie Prada, something Prada.
Այս վերջի 2-3 շաբաթվա բան է, էլի։ 2-3 շաբաթ։ Ինձ սպանեց այն բանը Շահումյանի հրապարակում։ Չեմ անում։ Շահումյանի Բայց նորմալ է, որովհետև Գարեգին Նժդեի հրապարակում էլի չես իմանում։ Հա, այդ առումով հասկանալի։ Չէ, ավելի տենց, ուրեմն Նարեկ Դուրյանի նկարը ցույց ենք տալիս, ասում է, ճանաչում եմ, Օհան Դուրյանի տղան է, Նարեկ ազգանունը չեմ հիշում։ Տենց բաներ ալնում։ Շնորհակալություն։ Մեծ սիրով Արդյոք սպասում։ ովքեր են։ Հեյ։ Մեծ սիրով ներկայացնեմ մի երգչու, որի տաղանդը, որի ձայնային տվյալներով կարող ենք հպարտանալ ու ասենք հայա, մերոնցից է։ Սոնա! Սոնա! Սոնա, ես սպասում եմ, որ պետք է խփես պտտվես ինչ-որ։ Խփենք պտտվես։ Ոնց անենք, Սոնա ջան, ինչ անենք, որպեսզի վերցնեք ինձ ձեր թիմ։ Գործ չունենք։ Գործ չունեք։ Դուք նաև այդ պրոյեկտի, հա, խոսանք պրոյեկտից մի անգամից, ամենայն էներգիչն է, ամենայն ավյունով։ Ավյունով, հա։ Բայց դա սկիզբն էր, գիտես, նոր էր եկել, տենց ավյունով, այո։ Սենց գնում էր, հետո են որ բան, Սոնա ջան, Հայաստանում ես, հանգստացի։ Կամաց։ Դժվար է, չէ՞ երեխեքին բան անել, թռցնել, հանել, ինչ-որ։ Թռցնել չգիտեմ։ Թռցնել է հան։ Թռցնել չգիտեմ, այլ սխմել եմ։ Սխում եք։ Այսինքն այդ սխմելուց է կախված, սխմեցիր հայտնի է դառնում։ Չէ, ասենք։ Տենց է կյանքում։ Շատ շնորհակալություն, որ Ինչ եմ սխում։ Այո։ իսկականից եմ ասում, այս վերջի ժամանակա ընթացքում բացի որ այն երեխաները, որ ես ունեմ, արդեն, շատ շնորհակալություն, որ սենց պոզիտիվ եկած ես մոտ, մերսի։ Ես ուզում եմ, գիտես չանենք, մի հատ լարի պատկերացնենք, մի պահ էլի, մի պահ պատկերացնենք, դու Սոնան ես։ Okay։ Ինչ դժվար է։ Դու Սոնան ես, ես էլ նոր հաջողության իմաստով կարող եմ Մի րոպե, պատկերացնել։ կարանք Սերժին ասենք, դավայ ներկենք։ Մազերը մի անգամից, հա, հիմա որ ֆենի Սոնայի չափ կհասնի։ Քանի րոպեում Արսենից կստանաք Սոնա։ Ներկել է։ Լավ, քանի սով։ Քանի սով կստանաք։ Եկել է Սոնայի մոտ, նոր անկել թիմ, սխմել է Սոնան։ Հայտնվել է Սոնայի մոտ, ուզում է երգի։ Ֆանագրամը մաշտ բաշ։ Ինչ որ բան երգենք։ Ինչ երգենք։ Թռիչքից շատ խոսեցինք, Թռիչքից մի երգ, որ սիրում է մեր ազգի գերակշռող մասը, հատկապես էստրադայի գերակշռող մասը։ I believe I can fly, R. Kelly-ի երգը։ Այս պրոստը էքսպրոմտ իմացան որ հյուրեք։ Սուպեր։ Հա, սուպեր։ Լավ, սուպեր։ Ինչ եմ անում, ասեք։ Ստուշոյ, ինչ դուք, ստուշոյ, դավայ։ Պրոստը չարբախ մեր հայատնել են նայում։ Մի քիչ տրամադրություն տվեք, էլի լույսերով։ I used to think that I could not go. Где голос? Где голос? Давай, покажи. I was nothing but an orphan soul. Да, уверенно, более уверенно. Давай, But красавчик. now I know the meaning of true love. I'm learning on the everlasting Душой, главное. arms. If I can see it, then I can do it. Да. If I just believe it, there's nothing to it. I believe I can fly. I believe it. I believe I can touch the sky. Just Get married every night and day. Spread my wings and fly away. I believe I can soar. See me running through the open door. I believe I can fly. I believe I can fly. I
մերսի, որ մինուսը հասցրեցիք ճարեցիք։ Главное, вы сделали от души. Это все. Կարան գանք ձեր պրոյեկտ մասնակցենք սենց Դուք կիսատ։ արդեն անցացեք։ Կենաց, կարող ես ասել կարճ։ Խնդրում եմ վերցրեք մեր կարող եմ գործընկերոջ ասել։ գինիները, համել փորձեք, եթե չեք փորձել։ Փորձեմ։ Աստաֆյան Իմպրովիզա։ գինու կոնյակի գործարանը Վիլավայն ապրանքանիշնա։ Ուզում եմ բոլորին իրոք ցանկանալ. С душой, Сона, давай. Это я без души не могу. Душа моя на знаю. месте сейчас. Да, сейчас на месте. Բոլորին ուզում եմ ցանկանալ, որ իրանց разума, душа, сердце были в гармонии. Շնորհակալություն։ Շնորհակալություն, մերսի, շնորհակալություն։ Ես կարող եմ գնալ։ Դու կարող ես գնալ, Կարեն ջան։ Շնորհակալություն։